հենց երեք ես Սպիտակի շրջանում էի եւ այնտեղից ձեզ խնդրում են, որ այցելեք Սպիտակի շրջանի գյուղեր եւ մի հատ տեսեք, թե ինչպես են իրենք ապրում։ Ու ասեցին, երբ ձեզ ասեն, որ աղքատությունը հաղթարված է, թող գան մեր գյուղեր հաղթարման շեմին է, պատկերացրեք ամեն 5-րդ հայաստանցի աղքատության մեջ է ապրում օֆիցիալ տվյալներով։ Այսինքն մոտապես 600,000 հայաստանցի աղքատ է։ Հացի խնդրով է ապրում։ Հիմա ուժեղ ինչպես իր գրպանի վրա, ինչպես զգա Ռուսաստանի հետ կապված երեկվա հատկապես զարգացումները, դեսպանին ԱԳՆ կանչել եւ այլն, ԵՄ գագաթնաժողովի Զելենսկու հրավերի ֆոնին։ Տեսեք, մեր երկիրը ունի առևտրային գործընկերներ, շատ քիչ առևտրային գործընկերներ։ Այդ առևտրային գործընկերների հետ հարաբերությունների խաթարելը հնարավորություն չի տալու մարդկանց գնալ արտագնա աշխատանքի։ Հնարավորություն չի տալու այն շրջաններում, որտեղ պետությունը չի կարողացել աշխատատեղ ստեղծի, անգամ այդտեղ մարդկանց գոնե առաջ հնարավորություն էր տրվում գնային արտագնա աշխատանքի։ Դա ռիսկի տակ են դնում։ Հայաստանը միլիարդավոր դոլարներ է արտահանում։ Բերքը մեր ամբողջ գյուղատնտեսական արտահանվում է։ Ռիսկի տակ ենք դնում։ Մի քանի նկարի համար։ Այսպես չեն վերաբերվում սեփական ժողովրդին։ Շոուն լավ բան է, եւ դա արժեք չունի։